Կենտրոն վարչական շրջանի և Կերոն զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի 3 խաղահրապարակներ։ Մեկը կկառուցվի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում Սկեյթ պարկի հարևանությամբ, երկրորդը կկառուցվի Խաչքարերի պուրակում, երրորդը Միսաք Մանուշյանի անվան պուրակում։ Մեր նախաձեռնությունից առաջ արդեն մենք այդ կարիքը շատ սուր էինք զգում, որովհետև նման բարձր, այսինքն խաղահրապարակներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, խաղահրապարակներ, որոնք բավարարելու են տարբեր տարիքային երեխաների կարիքները, իրականում Երևան քաղաքում բացակայում են ցավոք սրտի, եւ մենք նույնպես որպես վարչական շրջան փորձեցինք նման մոտեցում ցուցաբերել եւ եթե արդեն նկատած կլինեք մի քանի հասցեներում շատ ավելի փոքր իհարկե մասշտաբի մենք ունենք խաղահրապարակներ, որոնք շատ են սիրվել։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ խաղահրապարակները լինեն բոլոր տարիքային խմբերը ծածկող տարածքներ, այսինքն 0-ից 3 տարեկան, 3-ից 7 տարեկան եւ 7-ից 12 տարեկան երեխաների պահանջները եւ կարիքները բոլորովին տարբեր են։ Ասուլիսից հետո կազմակերպվեց շրջայց այն տարածքներ, որտեղ կառուցվելու են վերոնշյալ խաղահրապարակները։ Շրջայցին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Զուգարանը տարածաշրջանում ամենաբարձրն է լինելու եւ ամենաբարձրն։ Բայց ոչ ամենավտանգավոր։ Ոչ ամենավտանգավորը չի լինելու, ամբողջ անվտանգության, տեխնիկական, միջազգային ստանդարտները ամեն ինչ հաշվարկված է եւ օգտագործվել է լավագույն միջազգային փորձը վերամշակված նյութեր, անվտանգ նյութեր։ Շատ լավ, այստեղ ունենք միայն երևի թե կանաչապատման հետ կոորդինացման խնդիր, վստահ եմ մեր ծառայությունները մեծ խնդիր չեն։ Կարող եմ այս մասով ասել, որ 3 տարածքում էլ ամբողջ կանաչապատման համաձայնացված է, որևիցե ծառ չի կտրվում, այսինքն մեր խաղահրապարակների կոնցեպտը այնպես է նախատեսված, 3 խաղահրապարակում էլ որ շրջանցեն ծառերը։ Շրջայցի ընթացքում Տիգրան Ավինյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Նա տեղեկացրեց, որ Երևանում 2025 թվականի համար ունեն 100-ից ավելի նախագծեր տարբեր բակերում խաղահրապարակների, ֆուտբոլի դաշտերի կառուցման, որոնք քաղաքապետարանն արդեն իրականացնում են նոր ստանդարտներով։ Ամեն տարի կարելի ասել որակական փոփոխություններ են իրականացնում։ Այս տարվա խաղասարքերը շատ ավելի բարձր որակով են լինելու, շատ ավելի դիմակայուն եւ երեխաների համար նաեւ շատ ավելի հետաքրքիր։ Ծառերը բոլորը պահպանվելու են, ամբողջ իմաստը այս խաղասարքերի այս հատվածում տեղադրելու այն է, որ որոշակի շվակ են ստեղծում հենց ծառերը եւ նամանավանդ շոգ ամիսներին հնարավորություն են ստեղծում երեխաներին այս հատվածում խաղալու։ Նախագիծը այնպես է արած, որ այգուն հարմարեցված լինի։ Խոսելով նաև Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ տալուն ուղղված աշխատանքների մասին, քաղաքապետն ասաց, որ արդեն պատրաստ են դրան եւ մնում է սպասել օրենքի փոփոխությանը, որից հետո ավականին համապատասխան որոշումը կկայացնի։ Ինչ վերաբերում է Կիևյան կամրջի բարեկարգմանը, քաղաքապետն ասաց, որ Կիևյան կամրջի վերանորոգումը մասնակից սկսել էին եւ հիմնական խնդիրը, որն ունեն այն է, որ ընկերությունը լիցենզիայից զրկվել էր եւ եթե չի սխալվում, չի կարողացել շարունակել աշխատանքները։ Այնուամենայնիվ այդ աշխատանքները շարունակում են մեր օրակարգում ամենակարևորներից մեկը լինել եւ մենք հետագա մեր անելիքները նաև որոշակիորեն կապում ենք տենց ճիշտ ավելի ժամանակացույց ստեղծելու, իրատեսական դարձնելու, իհարկե տենց ոնց հասկանում եմ հատուկ որևէ մեկի մեղավորությունը չկա, որ ընկերությունը լիցենզիան կորցրել է, բայց այնուամենայնիվ դա որոշակի ժամանակային հետաձգումներ է ենթադրում, որը որ կարծում եմ տանելի հետաձգումներ են, օրակարգում կա, ֆինանսավորում ունենք, սպասում ենք հետագա ընթացքը կազմակերպելու։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։